Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ նախատեսում է երկրում իրականացնել վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ փոփոխությունները։ Նա խոստացել է ներդնել քաղաքական և տնտեսական նոր մոդելներ։ Բըրնհեմը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը կլինեն առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ հեռախոսազրույց կունենա։ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ կլինի Ուկրաինայի կողքին և իր կառավարման շրջանում Լոնդոնի աջակցությունը Կիևին կմնա անփոփոխ։ 56-ամյա Բըրնհեմն օրեր առաջ ընտրվել էր լեյբորիստական կուսակցության առաջնորդ, փոխարինելով Քիր Սթարմերին։ Վերջինս ավելի վաղ պաշտոնապես Չարլզ III-ին էր ներկայացրել իր հրաժարականը, որից հետո թագավորը Բըրնհեմին նշանակել էր վարչապետ և հանձնարարել կառավարություն կազմել։ Բըրնհեմը վերջին 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն 7-րդ վարչապետն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա շնորհավորանքներ է ստացել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց։ Թեհրանը վերջին օրերին միջնորդ երկրներից առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել։ Միևնույն ժամանակ Reuters գործակալության բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ Իրանին առաջարկվել է 10-օրյա հրադադար, որի ընթացքում փորձ կարվի փրկել փոխըմբռնման հուշագիրը։ Բացի այդ, ըստ աղբյուրների, Իրանի ներքին գործերի նախարարն Իսլամաբադ այցի ընթացքում Պակիստանին խնդրել է վերսկսել իր միջնորդական ջանքերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և Իրանն արդեն 9 օր շարունակ չեն դադարեցնում ռազմական գործողությունները։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության և ափամերձ հսկողության վայրերը, ծովային հնարավորությունները և հրթիռների ու անօդաչուների կայանքները թիրախավորելու մասին։ Ըստ իրանական կողմի հարվածներ են գրանցվել Թավրիզում, Չաբահարում, Կոնարակում և այլ քաղաքներում։ Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում։ Նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը շատ է տուժել ամերիկյան հարվածներից և ռազմական առումով կորցրել է գրեթե ամեն ինչ։ ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ այն սպառնում է համաշխարհային առևտրային նավագնացությանը։ Մարկո Ռուբիոն միևնույն ժամանակ հավելել է, ԱՄՆ-ն միշտ պատրաստ է դիվանագիտական լուծման։ Ըստ Իրանի խորհրդարանի խոսնակի, ամերիկացիները շարունակում են նոր ռազմական տեխնիկա տեղափոխել տարածաշրջան, սակայն պնդում են, թե ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով Իրանն արդեն հասկանում է ամերիկյան կողմի խաղերը և նախապատրաստվել է։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ զինված առճակատումը կարող է ավարտվել և բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Իրանը մարտի դաշտում հասնի առավելության։ Հարվածների ֆոնին ամերիկացի ևս մեկ զինծառայող է զոհվել Իրաքում, խոցված իրանական ԱԹՍ-ի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ։ Ավելի վաղ երկու ամերիկացի զինծառայող զոհվել էր Հորդանանում։ Փետրվարի վերջին պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան զոհված զինծառայողների թիվը հասել է 17-ի։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավ պայթել է և դադարեցրել ընթացքը, երբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որն անվտանգ չէ։ ԻՀՊԿ-ն հավելել է, ջրային ուղին վտանգավոր կմնա, քանի դեռ ամերիկյան ագրեսիան շարունակվում է։ Այս իրադարձությունների պատճառով նավթի գինը բարձրացել է ևս 2%-ով, գերազանցելով 1 բարելի դիմաց $90։ Արաբական երկրների լիգան նախազգուշացրել է ներկայիս սրման լուրջ վտանգների մասին, դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրներին և կոչ անելով վերադառնալ բանակցություններին։ Եմենի հութիների ռազմական խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սկսելու մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այս քայլը նոր ճակատ է բացում Միացյալ Նահանգների դեմ և մեծացնում է համաշխարհային էներգետիկ մատակարարումներին և առևտրին սպառնացող վտանգը։ Հութիները հայտարարել են, որ շրջափակումը պատասխանն է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի նկատմամբ մոտ 12 տարի շարունակվող անարդար և ճնշող պաշարման։ Հութիներն անցյալ շաբաթ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար։ Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի։ Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։
Օդեսայի մոտ առևտրային նավի վրա ռուսական հարձակումից զոհվել է անձնակազմի 10 անդամ։ Զոհեր եւ վիրավորներ են գրանցվել նաեւ Զապորոժիեում, Պավլոգրադում, Օդեսայում։ Ուկրաինական հարվածներից էլ զոհեր եւ վիրավորներ կան Բրյանսկի եւ Բելգորոդի մարզերում։ Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հուլիսի 19-ի երեկոյից մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 ԱԹՍ, որոնց մեծ մասը չեզոքացվել է մինչև մայրաքաղաք հասնելը։ Մոսկվայի երկնքում խոցվել է 85 անօդաչու, 10 մարդ վիրավորվել է, այդ թվում Չինաստանի 3 քաղաքացի։ Վնասվել են մասնավոր տներ, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտնել է Սև եւ Ազովի ծովերում եւս 7 ռուսական նավի հարվածելու մասին։ Ռուսական ստվերային նավատորմի թիրախավորված նավերի ընդհանուր թիվը հասել է 183-ի։ Միևնույն ժամանակ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները զեկույց են հրապարակել, որի համաձայն հուլիսի սկզբից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան ամսական արտադրում է։ Վերլուծաբանները հղում են անում ուկրաինական միլիտարնի պաշտպանական հրատարակությանը, որի տվյալներով միայն հուլիսին Ռուսաստանն օգտագործել է ցիրկոն հրթիռների տարեկան պլանավորված արտադրության 2/3-ը։ Բացի այդ, ըստ հրատարակության Ռուսաստանն ամսական արտադրում է 60 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ եւ 40 հրթիռ S-400 համակարգերի համար։ Մինչդեռ ըստ Ուկրաինայի զինված ուժերի հուլիսի սկզբից երկրի դեմ արձակվել է 107 բալիստիկ հրթիռ եւ 20 ցիրկոն հրթիռ։ Ըստ վերլուծաբանների Ռուսաստանը սկսել է օգտագործել իր պահուստները, որպեսզի մեծացնի բալիստիկ հրթիռներով հարվածները, քանի որ դրանք ավելի արդյունավետ են, քան ԱԹՍ-ները եւ թևավոր հրթիռները։ Միևնույն ժամանակ անօդաչուներով հարվածները հուլիսին հունիսի համեմատ նվազել են գրեթե 2 անգամ։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը մտադիր է երկրի նախագահի պաշտոնն առաջարկել բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստը համարվող Յուդիթ Պոլգարին։ Մադյարի խոսքով Պոլգարը կարող է խորհրդանշել երկրի միասնությունը։ Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը ստորագրել էր իշխող Տիսա կուսակցության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով ավարտվել էր որպես պետության ղեկավար իր պաշտոնավարման ժամկետը։ Սուլյոկը համարվում էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմնակիցը։ Հունաստանը բախվել է այս սեզոնի ընթացքում առաջին տապի ալիքին։ Իշխանությունները խորհուրդ են տալիս մնալ տանը եւ խուսափել բացօթյա աշխատանքներից ժամը 11-ից 17 ընկած ժամանակահատվածում։ Բնակիչների համար բացվել են օդորակիչներով հագեցած կենտրոններ։ Հունաստանը մինչ օրս զերծ էր մնացել Արևմտյան Եվրոպայում տիրող տապի ալիքից, բայց երկրում ամեն օր անտառային հրդեհներ են բռնկվել ուժեղ քամիների եւ չոր եղանակի պատճառով։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Միևնույն ժամանակ տապի պատճառով Ռումինիայում Դանուբ գետի ջրի մակարդակը վերջին օրերին իջել է մինչև 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի, ինչը հանգեցրել է ոռոգման սահմանափակումների եւ մասամբ խաթարել է նավագնացությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի արևմուտքում հունիսի վերջին ռեկորդային տապի ալիքի ընթացքում մահվան հավելյալ 10,000 դեպք է գրանցվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։